եթերում առավոտը շանթումն է, այսօր նոյեմբերի 6-ն է, 5 շաբթի, Երևանում այս պահին 10 աստիճան տաքություն է։ Լույս բարի, իսկապես արդեն նոյեմբերի 6-ն է, իսկապես +10 եւ տրամադրությունը մեր +100։ Այսօր իմիջիալոց Պավել Լիսիցյանի ծննդյան օրն է, օպերային երգիչ, Լիսիցյան քույրիկների հայր, վաստակավոր դերասան, վերջը մարդ, որը որ հետ կեթող է ոչ միայն երգեցողությամբ, այլ նաեւ դասավանդությամբ, քանի որ Երևանի պետական Կոմիտասի անվանի կոնսերվատորիայում է դաս տվել ժամանակին 60-ական, 70-ական թվականներին։ Այսօր կունենանք հետաքրքիր հյուրեր մեր տաղավարում, տարբեր բնագավառներից, վերջապես դյուդոիստներ կլինեն այստեղ իմ սիրելի, վերջապես կխոսենք հաղթանակների մասին, երգի տեսահոլովակի պրեմիերա կունենանք, խոսենք ֆրանկոֆոնիայի ուրեմն փառատոններից մեկի մասին, որը որ արդեն ավարտվեց մեր քաղաքում, խոսենք մեր սիրելի Մանուի հետ, լիկան մեր համար համով թխված, ինչ ասա։ Մշակույթ, սպորտ, խոհարարություն, ու մինչև կեսօր մենք այդքան թեմաների հասցնելու ենք անդրադառնալ։ Այո, իզուր չեք միացրել Նշան TV-ին եւ իսկապես եթե միացրել եք, մենք ձեր համար ուրախ ենք։ Այո, եւ շնորհակալ ենք, որ մեզ մենակ չեն թողնում, իսկ այս պահին լսենք երաժշտություն, Հայ Սուպերստար 6-րդ նախագծից է լինելու կատարումը։ Դրա մասին ունենք անակնկալ։ Այո, անպայման, բայց երաժշտությունը լսելուց հետո նոր։ Գնացինք։ Լավ, ես առաջարկում եմ ուրեմն այդ անակնկալի մասին հիմա ասենք, քանի որ ասում են, որ անակնկալը Մեսրոպ Պանշտոցների ասա։ Եթե անակնկալ ունես, ուրեմն հիմա ասա։ Մի թող անակնկալը վաղվան։ Եվ այսպիսով Հայ Սուպերստար 6-ի լավագույն եռյակը, այսինքն Արեգը, Մինասը, Մարիամը, Սևակ Ամրոյանը, նրանց հետ միասին Սյուզանա Մելքոնյանը, Սուրեն Արուստամյանը, Նարեկ Գևորգյանը, Սամվել Մելքոնյանը, Անի Խարատյանը, Անդրեն մեկ բեմում արդեն տեսանելի, հասանելի եւ լսելի կլինեն ձեզ սիրելի ամերիկահայություն։ Այո, եւ տոմսերն էլ, եթե հետաքրքրված եք, իսկ ես վստահ եմ, որ հետաքրքրված եք, տոմսերը կարող եք ձեռք բերել Ticket Miket կայքով կամ զանգահարեք նշված հեռախոսահամարով, որը կտեսնեք։ Նշեմ, որ համերգը տեղի կունենա դեկտեմբերի 19-ին, ժամը 19:00 Alex թատրոնում։ Glendale Alex թատրոն, դեկտեմբերի 19-ը, ժամը 19:00։ Այո, դե ինչ Սուպերստար 6 եւ այլ մեգա աստղերը ձեզ կուրախացնեն իրենց երգերով եւ պարերով միգուցե։ Ինչու ոչ։ Այո, իսկ այս պահին վերջապես ունենք արդեն երաժշտական անակնկալ։ Ունենք, վերջ գնացինք։
Ceyran 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 Boyu bu sitmadak Ceyran 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 Metak su sitmadak Ceyran 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 Հայ Սուպերստար 6 նախագծի հաղթող Արեգին լսեցինք, իսկ նրան մենք օրեր առաջ հյուրընկալել էինք մեր տաղավարում, եթե բացեք թողել թողարկումը Շանթ հեռուստաընկերության YouTube-յան պաշտոնական էջում կարող եք դիտել։ Եվ եթե բնակվում եք Ամերիկայում, դեկտեմբերի 19-ին Glendale Alex թատրոն, Հայ Սուպերստար 6-ի լավագույն եռյակը եւ այլ երաժշտական դեմքեր եւ դեպքեր ձեզ այնտեղ կսպասեն Ticket.me-ում կարող եք տոմսերը գնել կամ էլ զանգահարել այն հեռախոսի համարով, որը պարբերաբար կհայտնվի մեր եթերում։ Դեմքս տեսա լուրջ, ուզում եմ հիշեի ինչի մասին եմ մտածում այդ դեպքում։ Հիշեցիք։ Չէ, ըստ երևույթի մտածում եմ, որ օրինակ ջեյրանները գիտեն, որ իրենց համեմատում են գեղեցիկ աղջիկների հետ։ Եվ իմիջիալից դու ինչպես ես վերաբերում, երբ որ օրինակ մարդուն ինչ որ համեմատում են կենթանու հետ։ Օրինակ գեղեցիկ աղջիկը ջեյրանա, մարալա, այնտեղ չգիտեմ։ Կամ ծառա, նայրան դալար բարդի, դասականն է ասել։ Եթե բանաստեղծական ինչ-որ համատեքստում է, ինչ-որ փոխաբերական իմաստով փորձում են դրական բան ասել, այո։ Դե չէ, ջեյրանն էլ է դրական։ Բայց երբ վատ իմաստով են համեմատում, ոչ։ Վատ իմաստովն է։ Օրինակ որ մարդը եթե ինչ աղբը գցում է, ասում են խոզես դու։ Այդ ես էլ եմ խոզերի համար նեղանում։ Այո, ես խոզուկների կողքին եմ այդ պահին։ Так, եղանակից խոսենք, փաստորեն տաք աշունը դեռ շարունակվում է, Երևանում լինելու է +17-ից 19 աստիճան, ցերեկը երեկոյան եւ գիշերը էլ մի քիչ ավելի ցուրտ, 4-ից 6 աստիճան, եւ հիմա տեսնենք թե Երևանից դուրս ինչ է տեղի ունենում։ Բայց ասենք որ շատ է տաք նոյեմբերը, անսովոր տաք է եւ տարեց տարի մենք հասկանում ենք այդ գլոբալ տաքացում ասվածը, իրականում սա վատ է, որ նոյեմբերը այսքան տաք է։ Այսքան տաք է, այո։ Որովհետեւ բնությունը պետք է քնի, որ հետո արթնանա։ Լավ, տեսնենք, միգուցե Աշոտսկում ցուրտ է։ Ամեն դեպքում եկեք ծանոթանանք եղանակին ավելի մանրամասն։ Եղանակի տեսցեմ։
Վերջին պահին հասցրեցի տեսնել, որ Դավթաշենը +14 է։ Լավ, ըստ երևույթի դե Աշոտսկում լավ էլի ցուրտ պետք է լինի, նորմալ է դա։ Անցնենք սպորտային լուրերի, Հայաստանի ծանրամարտի երիտասարդական հավաքականը միջալոց արդեն վերադարձել է Հայաստան, մյուս շաբաթ կհյուրընկալենք նաև մեր չեմպիոններին, իսկ Ալեքսանդրա Գրիգորյանը եւ Տիգրան Կարապետյանը ճանաչվել են Եվրոպայի առաջնության լավագույն ծանրորդները։ Շնորհավորում ենք թե Ալեքսանդրային, թե Տիգրանին եւ առհասարակ մեր հավաքական հիշեցնեմ, որ մեդալների քանակությամբ եւ ոսկե մեդալների քանակությամբ մենք առաջատարն ենք։ Մեզանց հետո Թուրքիայի հավաքականը, երրորդ տեղում Վրաստանի հավաքականն էր։ Եվ այստեղ ես ունեմ ընդամենը մեկ հարց, բայց լավ, դա երևի քննարկենք, երբ որ այստեղ լինեն մեր ծանրամարտիկները եւ մարզիչները։ Այո, բայց գովազդից հետո էլ մենք էլի չեմպիոնական թեման շարունակելու ենք, իսկ այս պահին պատրաստվեք, որովհետև շատ համեղ դեսերտ ենք, քաղցրավենիքին բաղադրատոմս ենք տեսնելու, անմիջապես մեր թողարկումից հետո կկարողանաք պատրաստել ձեր առաջին, եթե նախկինում չեք պատրաստել, նրբաբլիթներով տորթը, եթե տանը ունեք ձու, շաքարավազ, ալյուր, բուսայուղ, կաթ եւ վանիլին։ Սկսեցինք Dolce Lika Մեսրոպյանի հետ։ Հավես էլ պետք է ունենաք, այո։ Լիկա Մեսրոպյան ցույց տուր եւ սովորեցրի մեզ պատրաստել տորտ նրբաբլիթներով։ Պոդքասթում չհոմեղա լինելու գնանք նայենք, ես կպատրաստեմ անպայման։ Կբերես փորձենք։ Շատ գեղեցիկ էր, համեղ էր եւ արագ էր, կյանքում այդպես չի։ Բայց արագության մասին է խոսքը։ Եվ վերջում մենք տեսանք չափաբաժինները, այնպես որ կարող եք էկրանից Ես ասեմ, որ YouTube-յան ալիքում կարող եք մեզ դիտել, ստոպ սեղմել, արտագրել կամ սկրինշոտ անել եւ պատրաստել։ Զարան այդպես է անելու։ Անպայման եւ այսօր նաեւ թողարկման վերջին հատվածում մենք կկրկնենք բաղադրատոմսը բոլոր նրանց համար, ովքեր ուզում են հենց այսօր պատրաստեն։ Կամ չասեցին։ Այս պայն գովազդ, իսկ հետո ջուդո, մնացեք մեզ հետ։ Բարի լույս, վերադարձանք եւ ես կարող եմ հստակ խոստովանել, որ իմ ամբողջ ռադիո եւ հեռուստա կարիերայի ընթացքում ես այսքան ուրախ ջուդոյի համար եղել եմ ընդամենը 2 անգամ։ Եվ նաև Facebook-ում ես հետևում էի ձեր արձագանքներին։ Ոչ միայն ռադիոյում, այլև սոցցանցերում։ Հասկացա թե որքան եք ուրախացել։ Այո, մեր տաղավարում են արդեն չեմպիոնը, չեմպիոնի մարզիչը, մեր հավաքականի գլխավոր մարզիչը, դիմավորեք Վահե Աղասյան, Եվրոպայի մինչև 23 տարեկանների չեմպիոն, նրա սիրելի հայրիկը Կարեն Աղասյանը, ԽՍՀՄ-ի սպորտի վարպետ եւ մարզիչ անձնական եւ մեր հավաքականի մարզիչը Հովհաննես Դավթյան, որը որ 2 անգամ եղել է արծաթե մեդալակիր Եվրոպայի, 2 անգամ բրոնզե մեդալակիր Grand Prix-ների հաղթող, իսկ հիմա մեր հավաքականի գլխավոր մարզիչը։ Նախ շնորհավորում եմ։ Եթե մեր հեռուստադիտողները չգիտեն, վերջին անգամ այսպիսի հաջողություն մենք ունեցել ենք 22 տարի առաջ Արմեն Նազարյանն էր։ Այո։ Վերջին մեր մեծ փառք այսպես ջուդոյում եղել է 2018 թվականին, երբ որ Ֆերդինանդը Կարապետյան հաղթեց Եվրոպայի առաջնությունը, գորին ենք ունեցել, որ աշխարհեր դարձել, բայց փաստորեն քիչ է այդ հաղթանակները, ինչ անենք, որ շատանան։ Սկզբից Հովհաննեսին է թերթ տանք, հետո սկսենք Վահեին չարչարել։ Շնորհակալություն եմ հայտնում հրավերի համար։ Ասեմ հոկտեմբերի 30-ից նոյեմբերի 2-ը Մոլդովայի Կիշինով քաղաքում անցկացվեց ջուդոյի մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունը, որտեղ մեր հավաքականը հանդես էր գալիս 5 մարզիկով։ Ունեցանք չեմպիոն, դա շատ ուրախալի է, ճիշտ է, երկար սպասված է, դրա համար շատ աշխատանք է կատարվել, թե ֆեդերացիայի կողմից, թե մարզիչների, թե անձնական մարզիչների կողմից։ Վահեն կարողացավ այդ աշխատանքի գնահատականը տալ, դա շատ ուրախալի է։ Իհարկե մենք չենք սահմանափակվում այդ արդյունքով։ Մնացած տղաների արդյունքը գնահատում են բավարար, բոլորն էլ լավ մասնակցեցին, ճիշտ է, պարտություն եղավ, բայց փորձելու ենք այդ
թերությունների վրա աշխատել, որպեսզի հաջորդ մրցումներին մի մեդալը երկուստ դառնա եւ ավելի բարձր կարգի ու ավելի բարձր տարիքի մեդալներ կարողանանք նվաճել։ Բայց ես այսպեսի հարց ունեմ, հայ, ինչով էր պայմանավորված այդքան դադարը չեմպիոնության առումով, այսինքն խնդիրը որտեղ է, գուցե մենք ունենք օրինակ մարզերում համապատասխան դահլիճների խնդիր, գուցե այլ խնդիր կա, ձեր գնահատականը։ Անդրադառնամ դրան, դատարանը նրանում է կայանում մանավանդ այս տարիքում ֆեդերացիան ունի նպատակ դրվել է հիմնականում շեշտպադանի երիտասարդ մարզիկների վրա, քանի որ մենք չունենք մեծահասակ մարզիկներ եւ աշխատանքը կատարվում է ավելի ցածր տարիքի վրա եւ աստիճանաբար բարձրանում ենք վերև եւ այդ արդյունքները մենք արդեն տեսնում ենք, քանի որ նշեցինք 22 թվականին ունեցանք աշխարհի չեմպիոն Գոր Ղարաբեդյանը, հիմա Վայեն է արդեն շարունակում մինչև 23 տարեկանները, 24 թվականին մենք ունեցել ենք նույն 23 տարեկանների Եվրոպայի բրոնզե մեդալագիր Աշիկ Անդրեյանը եւ նաեւ այս տարվա մեծահասակների Եվրոպայի առաջնությանը Աշիկ Անդրեյանը գրավեց 5-րդ տեղը, որը ձյուդոյում շատ մեծ արդյունք է կարելի է համարել։ Այսինքն մենք աստիճանաբար բարձրանում ենք, աշխատանքը կատարվում է, հաշվի առնելով ինչու համար մեդալները քիչ համեմատական մյուս սպորտաձևերի հետ չի կարելի համեմատել, քանի որ ձյուդո մարզաձևը ամբողջ աշխարհում շատ զարգացած է, շատ մասսայական է եւ մեդալներ շատ դժվար է հաղթել եւ ելի եմ նշում, այս մեդալները ինչ որ արվում է մեր փոքր երկրի համար համեմատական կարգով կարելի ասել շատ մեծ արդյունք է։ Ընդհանուր կարևոր աշխատանքը գնում է, դուք հանգիստ եղեք, ֆեդերացիան էլ հավաքականն էլ աշխատանքը կատարում է, մեր մարզիկներն էլ վստահորեն համբերություն մեզ, այո։ Ժամանակը ցույց կտա։ Վայ, նախ Վայ ջան, եւս մեկ անգամ շնորհավորում ենք, շնորհակալություն, որ այդքան էմոցիաներ եւ ուրախություն մեզ պարգևեցիր։ Քանի տարի է մարզվում ես, ինչի հենց ձյուդո, ուներ այլ տարբերակներ եւ շարունակելու ես, չէ շարունակելու, ինչ պլաններ ունես։ Շատ շնորհավորանքների համար մարզվում եմ 6 տարեկանից, հայրիկս է տարել ինձ մարզումների։ Դե, այլ տարբերակ չկա։ Հրազդան քաղաքում ես։ Հրազդան քաղաքում Վայ Զաքարյանի անվան երիտասարդների մարզամշակութային ուսումնական կենտրոնում։ Ճիշտն ասած 6 տարեկանում երբ հայրիկս տարավ, այդքանը չէի ցանկանում։ Բայց հիմա արդեն շատ շնորհակալ եմ, որ տարել է, արդյունքները երևում է, էլի։ Այդ ժամանակ դժվարությամբ էի գնում, միայն հայրիկն էր ստիպում, բայց հետո արդեն կամաց սիրեցի, երբ դառա 14 տարեկանում Հայաստանի չեմպիոն, արդեն ընդգրկվա հավաքական, սկսեցի աշխատել ընկեր Դավթյանի հետ ու սկսեցի ավելի շատ սիրել սպորտը ու ավելի շատ դարձավ իմ կյանքի իմաստը, այսպես ասած։ Եվ շարունակում է։ Հա։ Շարունակում է եւ բնականաբար ուրիշ տեղին չեմ էլ տենում։ Բայց ոնց ծնվեց այդ սերը դեպի սպորտը, որովհետեւ գուցե ինչ որ մեկը հիմա գնում է, չի սիրում, դե չէ, նշած որ սկզբում դժվարությամբ է գնացել, չի սիրում, գուցե թողներ, գուցե դուք էլ թողնեիք, ինչպես եղավ այդ մոտիվացիան շարունակելու։ Իսկ թվում է փոքր ժամանակ չէի սիրում այն պատճառով, որտեվ դեռ երեխա էի, գիտակցումը չկար։ Բնականաբար իմ համար ավելի հաճելի էր դուրսը խաղալ եւ ֆուտբոլ խաղալ կամ ընկերների հետ լինել։ Դպրոցում ինչ-որ միջոցառումներից ինձ հետ պահելը շատ դժվար էր, ցանկանում էի այնտեղ լինել։ Հետո տարիքի հետ արդեն գիտակցումը շատացավ, հասկացա, որ սպորտում ավելի ճիշտ է լինել, որոշ բաներից կարելի է հրաժարվել։ Հայրիկին հարցնենք, նախ փոքր ժամանակ, երբ որ օրինակ ծնվեց Վահեն, երազանք ունեք այդպես, որ դառնար չգիտեմ, Եվրոպայի չեմպիոն, աշխարհի չեմպիոն, օլիմպիական չեմպիոն, ինչ եք մտածում։ Բնականաբար ուրիշ ձև չէր կարող լինել։ Միայն մտածում եմ, որ պարապեն ընթացքում արդեն որ սկսեցին արդյունքներ ցույց տալ թեկուզ դեռահաս տարիքում, պատանեկան տարիքում արդեն պահանջներ շատացավ, որպեսզի դու չես կարող չի երազել, ուղղակի իմաստ չկա, եթե դուք մարզիչ ես աշխատում, պետք է դրա մասին անպայման երազել, անպայման ինչ-որ բարձր նպատակներ դնել։ Բայց որպես հայր եւ որպես մարզիչ, որպես սպորտի վարպետ, տարբեր էմոցիաներ են եղել, թե այդ էմոցիաները բոլորը համախմբվել են, ոնց եղավ այդ արձագանքը։ Այսօր առավոտ էի մտածում դրա մասին, ես որպես այդ էմոցիաները որպես հայր եմ ընդունում, թե որպես մարզիչ, արդեն չգիտեմ, ուղղակի սա խառնվել է իրար։ Իսկ դժվար է
երեխային, ձեր երեխային մարզում եք եւ այնտեղ դալիճում կան նաեւ այլ երեխաներ։ Իհարկե, Բոլորը շատ դիրեք, ավելի խիստ եք նրա հետ։ Խիստ եմ, բայց ընդհանուր պարապմունքների ժամանակ ես աշխատում եմ իրանց ավելի քիչ մոտիկանալ, ավելի դա խոսքը վերաբերվում է փոքր ժամանակ, որովհետև կարող է մտածեմ, որ իր երեխանը շատ է մոտիկանում բան։ Դալիճում հայրիկին ո՞նց եք դիմում։ Պապ։ Պապ։ Չէ, Հիմնականում կերկարն պետք է ասեմ, բայց չգիտեմ փոքրուց մեջս եղել է, պապով եմ ասում։ Հասկացա։ Բայց այս փուլից հետո արդեն բնականաբար երազանքները, նպատակները փոխվում են։ Կանխատեսում եմ որն է լինելու հաջորդ նպատակը նաև որպես երկրպագու, բայց կուզեմ ձեզանից լսել, հա, այս փուլից հետո ինչ նպատակներ, ինչ երազանքներ կան։ Որն է հաջորդ խոշոր մրցումները։ Ճիշտ եք հասկացել, ողջավորությունը, երբ որ գալիս է, ավելի մեծ նպատակներ ես դնում քո առջև։ Բնականաբար ամենաբարձր օլիմպիական խաղերն է իմ նպատակը, բայց հետագայում մրցումների մասին ինձ թվում է ավելի լավ ընկեր Դավթյանը կպատասխանի, տարվա պլան գրաֆիկ ամեն ինչով նա կարող է ձեզ ավելի լավ ասել։ Ասեմ, Վայեն արդեն պատանեկան տարիքից դուրս է գալիս, ճիշտ է 23 տարեկաններին դերտիմացը ժամանակ ունենք, 2 տարի ունի մասնակցելու, բայց հիմնական շեշտը տրվելու է արդեն կենտրոնալ մեծահասակների առաջնությունների վրա, 28 թվին օլիմպիական խաղերը արժևում է եւ հիմնականում նպատակը Ռեյտինգային միավորներ պետք է հավաքի, վարկանիշային մրցումներին է մասնակցելու, արդեն մեծահասակների մեջ պետք է Վայեն իրեն ավելի լավ դրսևորի, քանի որ ելի եմ ասում, հիմնական նպատակը լինելու է Լոս Անջելես 28-ը։ Մենք գիտենք, որ մեր հարևան երկրներում, բոլոր հարևան երկրներում, երևի ամենաշատը Վրաստան, Ադրբեջան, հետո Իրան Իսլամական Հանրապետություն եւ Թուրքիա մեծ գումարներ են, մեծ ֆինանսավորում ունի ձյուդոն եւ եթե օրինակ մենք համեմատականներ տանենք, ես գիտեմ, որ Ադրբեջանում ձյուդո ֆեդերացիան ստանում է ավելի շատ գումար, քան մեր ամբողջ մեկ տարվա մեջ։ Միանշանակ։ Եվ այդ գումարները տալիս են իրենց արդյունքները։ Այդ մարդիկ ունեն աշխարհի չեմպիոններ, Եվրոպայի չեմպիոններ, օլիմպիական մեդալակիրներ, չեմ ասում, չեմ խոսում վրացիների մասին։ Ես կարող եմ մի փոքր ավելացնեմ, այդ երկրները, որոնք նշեցիք, հիմնականում մեծ արդյունքներ ունեն, իրենց բյուջեն նաև օգտագործում են միջազգային ֆեդերացիայում, նաև միջազգային ֆեդերացիային հովանավորություն են անում, մենք բոլորս գիտենք, որ ադրբեջանական ընկերությունները խոշոր միայն թեմի վրա չի ծախսում այդ գումարները, բայց անկախ ամեն ինչից մեր սկզբունքային ընդհանուր թեմի այդ աշխատանքից միշտ մենք գիտենք, շփվում ենք, տեսնում ենք այդ ամեն ինչը, բայց մենք ունենք սկզբունք, մենք գիտենք մեր ունեցած չափը եւ մենք այդ չափով միշտ պատրաստակամ ենք գնալ առաջ չեմպիոնության, այսինքն ոչ մի բան մեզ չի կանգնեցնում։ Մեր սպորտային ժամանակից էլ մենք գիտեցել ենք մեր ունեցած բյուջեն, մեր չափը, բայց միանշանակ ձգտումն եղել է չեմպիոն դառնալ, այսինքն ունենալով քիչ հնարավորություն գնալ մեծ արդյունքների։ Եթե հարցս դրանում էր, որ եթե ֆինանսավորումը շատանա, արդյունքը կլավանա։ Միանշանակ։ Չի կարա դենց։ Խոսենք մարզերի մասին, չէ՞ որ Հովհաննեսն էլ Երևանի կենտրոնում չի ծնվել եւ զբաղվել է ձյուդոյով, ոչ Երևանի կենտրոնում, Ռազդան։ Բոլոր մեր հայտնի մարզիկները կարծես թե գալիս են մարզերից, բայց ֆինանսավորումը կենտրոնացված է Երևանում, ցավոք սրտի։ Ինչ եք մտածում, ճիշտ է, սխալ է եւ ինչ է պետք անել, որ օրինակ Ռազդանում, Գյումրիում Գյումրիում մի քիչ ավելի Գյումրին կողքի դնենք, չինեմ, Կապանում, Մեղրիում, Վայոց ձորում էլ ավելի շատ երեխաներ գնան եւ մարզվեն։ Օրինակ ես կարող եմ ավելի շատ ասել մասնագիտական այդ առումով ձյուդոյից, հիմնականում այսօր ձյուդոյի զարգացման հետ կապված ինչ է պետք անել։ Պետք է նախ ունենալ դպրոց, որոնով մենք չունենք, ընդհանուր կենտրոնացված դպրոց։ Մենք բշամարդից, ծանրամարդից, բոքսից ունենք։ Այո։ Երբ որ մենք ունենանք արդեն կենտրոնացված դպրոց, հենց սկսենք Երևանից ու սկսենք մարզերից, այդ ժամանակ արդեն ձյուդոյի հանդեպ կփոխվի հետաքրքրությունը, երեխաները կշատանան ու նաև այստեղ էլի խոսում ենք նույն ֆինանսավորումից, նույն գումարներից։ Առաջի քայլերը սկսելու է հենց այդտեղից, որովհետեւ կարողանանք մենք ծրագրեր կան այդպիսի։ Միանշանակ մենք ունենք ծրագրեր, ժամանակ երևի չի եկել այդ ծրագրերից խոսալ, ֆեդերացիան ունի իր ռազմավարությունը, այդ ծրագրերը, որովհետեւ ձյուդոն ինչպես զարգացնի։ Այստեղ այս պայմաններում միայն ֆինանսն է, որն որ պետք է իրականություն դարձնել այդ ամեն ինչը։
Ասա։ Հիմա հերոստատիտողներ կան, որոնք որ մտածում են, չգիտեմ, իրենց երեխաներին կարող են մի քիչ հաղթանակ ավելի է, չէ՞, ոգեշնչում մարդկանց սպորտի տարածման։ Հրազդանում շատ ու շատ աղջիկներ եւ տղաներ ոգևորվեցին բայ հաղթանակից։ Ինձ հետաքրքիր է հետո։ ինչ մարդկային եւ սպորտային որակներ են պետք, ֆիզիկական եւ հոգեվոր, ինչ որակներ են պետք, որ ջյուդոյով զբաղվեն։ Հա։ Դե թո մարզիչն է պատասխանում։ Նախ առաջինը նպատակասլացություն կարևոր է։ Եթե նպատակասլացություն լինում է, արդյունքներ են լինում։ Իսկ փոքր երեխաները, որ գալիս են պարապմունքի, ամենակարևոր հատկանիշներն է պատասխանատվությունը, որ չբացակայեն եւ կարևորը մի քիչ անվախ լինեն։ Այդ դրանք ամենակարևոր բաներն են։ Իհարկե եւ ծնողի եւ մարզչի աշխատանքը արդեն դեղ բերում են իրենց արդյունքները։ Բայց ես նաև ուզում հավելեմ, որ եթե անգամ դուք ձեր երեխայի մեջ չեք տեսնում այդ ամենը, եթե երեխան գալիս է դահլիճ, դա իր մոտ հետո արթնանում է, որտեղ յուրաքանչյուր մարդու մոտ այդ ամենը կա։ Ես մի քիչ ուրիշ բանի մասին էի ուզում խոսեի։ Տեսնում եք ինչ է կատարում Վրաստանում ջյուդոյի նկատմամբ։ Այս պահին իմիջիայլոց Փարիզում տեղի ունենում վետերաններ աշխարհի առաջնություն եւ մենք ունենք Մեսրոպ Բարբարյանի փայլուն հաղթանակը, շնորհավոր ենք Մեսրոպին, նա դարձավ չեմպիոն, Գրիգորի Գարյանցը 3 դարձավ բրոնզե մեդալակիր։ Շնորհավորում ենք, ելի ունենք տղաներ, որոնք որ այսօր են դուրս գալու տատամի, մաղթում ենք բոլորին հաջողություններ, բայց կարծես թե ամեն քաշում մենք տեսնում ենք նաեւ վրացիներ, որոնք տարբեր տարիքներում, թե երեխաների մեջ, թե մեծահասակների, թե վետերանների մեջ։ Եվ ասածս ինչն է, Վրաստանում շատ մեծ կարևորություն են ուրեմն սևեռում դեպի իրենց ազգային ըմշամարտը, չիդաոբա։ Մենք ունենք կող, որը պարծենում ենք, բայց կարծես թե ոչինչ չենք անում կամ շատ քիչ ենք անում, որտեղ իրենց վրացիները նախ բոլորը դրանով զբաղվում են, իրենց բոլոր ջյուդոիստները, ըմշամարտիկները չիդաոբայով զբաղվում են, աշխարհի առաջնությունն է անցկացվում, աշխարհի տարբեր մեծ գումարներ են դրվում, ինչ միգուցե մենք է պետք է։ Եթե նկատել եք մի ամիս առաջ, երևի հենց Վրաստանում անցկացվեց աշխարհի առաջնությունը, այո, եւ լավագույն ջյուդոիստները եւ օլիմպիական չեմպիոնները ջյուդոյից մասնակցում էին, այո, չեմպիոնները պարտվեց։ Աշխարհի չեմպիոնը պարտվեց եւ տեղ չգրավեց։ Ես ասեմ, որ Հայաստանում կողը կա ֆեդերացիա, ես հետևում եմ, արվում է, մրցաշարեր արվում է, ինձ թվում է ընդանուր ես մեծ պատկերացում չունեմ ֆեդերացիայի հետ կապ, բայց նկատում եմ, որ արվում է մրցումներ, բայց թե ինչ ֆինանսական միջոցներ կա, ինչ ծավալով է արվում, այդ երևի ավելի շատ ուզում եմ ասել, որ նայեք, իրենց մոտ դա մանկուց, այսինքն պետք է չի, իրենք դահլիճ մալիճ չեն գնում, այ գյուղերում, ինչ որ խոտի վրա, այո, պարապում են, մարզում են։ Մեզ մոտ այդպիսի բան ցավոք սրտի չկա։ Եղել է ժամանակին, չի եղել, կորցրել ենք այդ մշակույթը, վերականգնել է պետք։ Միանշանակ ուշադրություն դարձնել է պետք, վերականգնել է պետք։ Վրացիների մոտ եթե կա մեր ազգը ոչ մի բանով, թե ֆիզիկապես, թե մտքով, թե ամեն աշխատասիրությամբ ոչ մի բանով, այո, չենք տարբերվում։ Ինձ թվում է ուշադրություն, միայն ցանկություն եւ ամեն ինչ կլինի։ Եզրափակիչում այն հենց վրացին ջյուդոիստին հաղթեց, դա էր ամենադժվար գոտեմարտը այդ օրվա քեզ համար, թե ոչ։ Ոչ, երևի ավելի դժվար էր երկրորդ գոտեմարտը։ Վրացու հետ արդեն ծանոթ էի, Վրաստան շատ են գնում հավաքների, իրանց գոտեմարտի ոճը բանը գիտեի, արդեն ավելի հեշտ էր ինձ համար նրա հետ գոտեմարտելը, իսկ իսպանացու հետ ավելի դժվար էր երկրորդ գոտեմարտում, քանի որ նա ավելի արագաշարժ էր, իմ թույլ կողմերից էր դա, փորձում էր ինձ նկատողություններով հաղթել իր արագաշարժության հաշվին, բայց Փառքաստու նրա մոտ չստացվեց դա։ Փառքաստու կարողացար այդ գծումը կատարել։ Տեսնում ենք թե Հովհաննեսը ընկեր Դավթյանը ներողություն, ինչքան է ուրախանում եւ ինչքան է աջակցում։ Լսում ես ինչ է մարզիչը գոհ։ Այո, իհարկե լսում եմ այդ մատեի ժամանակ, երբ կայնում ենք արդեն թույլատրվում է մարզիչներին խոսել, այդ ժամանակ ես ուշադրությամբ լսում եմ նրան, որպեսզի նրա տված հանձնարարությունները արդեն կատարեմ եւ օգտագործեմ գոտեմարտի մեջ։ Ունես ինչ որ գաղտնիքներ, որոնք որ պահում ես միջև կիզաեզրափակիչ կամ եզրափակիչ, թե առաջի գոտեմարտից պետք է բոլոր զինանոցը։ Առաջի գոտեմարտից փորձում եմ ամեն ինչ անել, որպեսզի կարողանամ հասնել կիսաեզրափակիչ կամ եզրափակիչ։
ինձ թվում է ձյուդոն այն սպորտաձևը չէ, որ կարողանաս պահել եւ հասնել։ Հաշվարգանես դու չի ուսիմանում որտես կանգնելու եւ որտեղից ես առաջ գնալու։ Այս մարզաձևի մեկ պարտություն եւ կարծես Մրցակիցներին ուսումնասիրում եք Մրցակիցներին բնականաբար ուսումնասիրում եմ մարզիչները եւ կարծես մեզ ասում են ինչպես գոտե մարտենք ինչ անենք եւ ինձ թվում է ձյուդոն իր բարդությունը նրանում է կայանում, որ առաջի գոտե մարտը կամ երկրորդ եթե պարտվեցիր, դու էլ հնարավորություն չես ունենում շարունակելու։ Սփոփիչ գոտե մարտերը 1/8-ից են լինում, այդ պատճառով գնում առաջ։ Այո, այդ պատճառով չպետք է ընդհանրապես ոչի բան խնայել միջև այդ հասնելը։ Չէ, ես մի փոքր ուղում անեմ, հագարագործի վրա հույս չես կարող տնես, քանի որ դու պետք է հասնես 1/8 եւ դու կարողանաս մասնակցես։ Եթե դու պարտվեցիր առաջի գոտե մարտը, քո հաղթողը հասնի եզրափակիչ, դու չես մասնակցելու։ 1/8 հասնելու ես դու անձամբ, քո հարցերը դու ես լուծելու, ասենց ասած։ Իսկ մի վայի հետ կապված մի այդ հարցով մի բան էլ ավելացնեմ, վայի քաշային կարգում մասնակցում էին Եվրոպայի չեմպիոնը գործող, Եվրոպայի փոխ-չեմպիոնը իսպանացին, որն որ վային կարողացավ հաղթեց, այո, մի անգամ պարտվել էր տեխնիկական, տակտիկական սխալի պատճառով կարողացավ հաղթել երիտասարդների Եվրոպայի չեմպիոններ էին մասնակցում այդ քաշային կարգում, այսինքն մրցակցությունը շատ բարձր է եւ դու չես կարող հենց առաջի կոդեմարդից հաշվարկել դու որտեղ ես հասնելու։ Քո նպատակը լինելու է մտնես ու չեմպիոնության գնալ։ Ամեն կոդեմարդից մոդենալ քո չեմպիոնության կոդեմարդին։ Հարցնեմ մեծահասակներին ավելի, դուք ինձանից շատ, ես ձեզանից քիչ, բայց մենք հիշում ենք, երբ որ գոյություն ուներ կոկա, յուկո, շիդո, չույ, խանտե եւ այլն եւ այլն։ Ոտքերից կարող են գծումներ անել, հիմա այդ ամենը չկա, բայց կարծես թե վերադառնում է։ Ինչպես եք դրան վերաբերվում։ Օրինակ ես ուսումնասիրում եմ միջազգային ֆեդերացիայի գործունեությանը, հիմնականում փորձում են ձյուդոն ավելի տեսարժան սարքել, որովհետեւ ավելի հերոստատիտողը ավելի շատ հասկանա, ավելի շատ պատկերացնի, քանի որ ճապոնական բաներով ընդանուր ճապոնական տերմիններով է ձյուդոն, շատերի համար անհասկանալի է, փորձում են ավելի հասկանալի սարքեն, պարզեցնել, դրա համար փորձեցին ավելի փոքր միավորները հանել, ավելի պարզացնել, բայց ժամանակը ցույց տվեց, որ դա մարզիկներին է խանգարում, մարզիչներին է խանգարում, ընդանուր ձյուդոն ճիշտ է, ավելի պարզացվում է, դրա համար որոշեցին յուկոն հետ բերել, վերադարձնել։ Հիմա ու մարզիկին ավելի շանս տալ, քանի որ մարզիկը ավելի լարված էր կոդեմարդում, քանի որ կար վազարի իպոն, կարող ես, այո, դու ամբողջ տարին չարչարվես, գաս հասնես քո կարևոր մրցաշարին ու մի հատ 4 րոպեի ընթացքում դու ամբողջ մի գծումով ամբողջ տարվա այդ աշխատանքը կորցնես։ Միանշանակ յուկոն շատ կարևոր է, քանի որ վազարին յուկոն տարբեր գծումներ են, այն ժամանակ գնահատվում էր նույն ցև։ Այո։ Յուկոն գնում էին, էլի վազարի էին տալու։ Նույնն էին տալիս, վազարի էլ ընկնում էին, էլի վազարի էր, յուկո էլ ընկնում էին։ Դրա համար հիմա փորձում են միջազգային ֆեդերացիան նկատում եմ դրա վրա էլ աշխատում, որովհետեւ ավելի մի քիչ էլ ավելի մարզիկների մասին, մարզիչների մասին մտածի, իրենց աշխատանքի մասին, որովհետեւ ավելի հասկանալի լինի մարզիչներին, մարզիկներին։ Լավ, Զարան չհասկացավ յուկո վազարի, ինչ է, լավ, հետո կբացատրեմ։ Եվ այնպես ինչպես շատ հեռուստադիտողներ վստահ են։ Մեր պրոֆեսիոնալ խոսակցություն էր։ Շնորհավոր ենք Վահեին եւս մեկ անգամ շնորհավորում ենք, մաղթում ենք հաղթանակներ, միշտ այսպես ասած շատ ուշադիր ենք ձյուդոյի նկատմամբ, շատ սիրում ենք եւ երազում ենք նրա մասին, որ արդեն թե Վահեն, թե մնացած մեր մարզիկները կարողանան աշխարհի առաջնությունում հաղթող լինել, օլիմպիական չեմպիոններ լինեն։ Օլիմպիադան դա մեր ամենամեծ երազանքներից մեկն էր, այդպիսի բան պատմության մեջ դեռ տեղի չունեցա եւ միգուցե այս տաղավարում նստած է ապագա օլիմպիական չեմպիոնը։ Պատկերացնում ես։ Եվս մեկ անգամ շնորհակալ ենք, իսկ այս պահին գնում ենք, լսենք երաժշտություն, մնացեք մեզ հետ, վերադառնալու ենք ու շարունակենք։ Երաժշտություն Շանթի եթերում։ Վերադարձանք այսպիսի ռոքենրոլային պահերից հետո, այդքան խոսեցինք Վրաստանից, վրացական Շամարտից, Չիդաոբայից, հիշեցինք վրացի ձյուդոիստներին, ժամանակն է գնալ տեսնել այդ մարդիկ որտեղ են ապրում։ Ես շատ նյարդայնանում եմ վրացի մարզիկներից, որով հատկածանրամարտիկներից մասնավորապես, որով շատ հաճախ հենց նրանք խոչընդոտ են հանդիսանում։ Բայց շատ ուժեղ են եւ օրինակ եթե խոսքը Լաշատ Ալախաձեի մասին է, նա հրաժեշտ տվեց, չէ՞, այո, եւ այնքան
բարի անձնավորություն է։ Հասկանում եմ, բայց ես որպես երկրպագու եմ Հայաստանի հավաքականի շատ, բայց Վրաստանը անկեղծ շատ եմ սիրում եւ հիմա հաճույքով կնայեմ Վրաստանի մասին տեսանյութը։ Եթե չեք եղել Վրաստանում, սա կլինի ձեր առաջին օֆիցիալ այցելությունը։ Գնացեք։ Այո։ Վերադարձանք Վրաստանից եւ սովորաբար որ Վրաստանից գալիս ենք մի քիչ ոնց որ քաշներս ավելանում է եւ ինչ են անում կանայք առաջին հերթին այդ դեպքում Տղամարդիկ չեն նեղվում իրենց քաշից։ Տղամարդիկ նեղվեն, չնեղվեն չեն գնում կանգնեն քշերքի վրա, ես ցենք քշերքի հետ կռիվ անել։ Իմաստը դրանում է։ Անիմաստ է քշերքի հետ կռիվ անել, քշերքը ձեզ չի հասկանում։ Իրականում շատ թունավոր սովորություն է դա, անընդհատ կշռվելը, բայց մեր մասնագետը այդ մասին միանշանակ ավելի խորը եւ ավելի համապարփակ կխոսի։ Մեզ միացել է արդեն Մանո Բրությանը, մարզիկ սննդաբան բոդիբիլդեր եւ այսօրվա մեր թեման է քշերք եւ մենք կամ մենք եւ քշերքը։ Մանո, բարի լույս։ Բարի լույս ես։ Կշռվել ես առավոտյան։ Ես ընդհանրապես գշերքի չունեմ։ Իմ գշերքի իմ հայելին է, դա ես մարդկանց խորհուրդ եմ տալի։ Ուրեմն եկեք այսօր խոսանք այդ հարցից, որ ինձ շատ է հարցնում, երբ ինչպես ոնց կշռվենք։ Ժողովուրդ ջան, ես չեմ կարող հասկանամ այդ ձեր հարաբերությունը ձեր եւ այդ ձեր գշերքի միջեւ։ Սիրո հարաբերություն ասեմ, չգիտեմ ինչի հարաբերություն ասեմ։ Ուրեմն նայեք ինչումն է խնդիրը։ Դուք երբ որ հենում գանքնում եք գշերքի վրա, դա մենակ էլի ջարբություն չի տալի, չէ՞։ Ձեր մարմինը ջարբից բացի ուրիշ բաներ գոյություն ունի, ասեք ջուր գոյություն ունի, մգան գոյություն ունի, չէ՞։ Այսինքն այդ թիվը որ դա դամվում է։ Իհարկե, այդ ապրեք շատ բաներ եք ասում։ Այդ ամենը պետքա դուք նկատի ունենաք։ Այսինքն երբ որ դուք հենում գանքում եք գշերքի վրա, ամեն ինչ կշռում է, չէ՞։ Դա մեկ, երկրորդ անցանք, եթե մենք ուզում ենք կշռվենք, ճիշտ արդյունք տեսնենք, կշռեք 15 օրը մեկ։ Դա եմ խորհուրդ ձեզ։ Ինչի համար, որտեղ երբ որ սկսում եք շուշուտ կշռվել, ես շատ լավ գիտեմ ոնց է կշռվում։ Մի հատ առավոտ, մի հատ ուտելուց առաջ, մի հատ ուտելուց հետո, մի հատ քնելուց առաջ, մի հատ քնած ընթացքում։ Հաստատ։ Դա ինչի է բերում։ Բերում է հոգեբանական խնդիրների, չէ՞։ Երբ որ տեսնում եք չի իջել, երբ որ դուք ինչ-որ սնդագարկ եք պահում, տեսնում եք, վայ, այս երգորը քաշի իջել, այսի կյանք չի, ես սնդագարկ չեմ կարող պահեմ, իմ մարմինը չի արձագանքում, ես խնդիրներ ունեմ, ու թողում եք այդ ամեն ինչը ձեր մոտիվացիան գոռում է։ Բացատրեմ ձեզ, որ ջարբը մի օրվա ընթացքում չի անհայտանում ինքերան։ Ժամանակ է պետք։ Դրա համար ասում եք, որ գշրվեք 10-15 օրը մեկ, որովհետեւ տեսնեք ռեալ արդյունք, օքեյ։ Արավոտը 15 օր անցավ, զարթնեցիք թեթև շորերով, մտակ դուրս եկաք, գշրվեցիք, այդի ձեր քաշտա։ Ու գշրվեք միշտ նույն գշիրկով, մի տարբեր գշիրկների վրա հիմնավորվեք, օքեյ։ Ես միշտ որ կշռվում եմ եւ միշտ որն է տարին մեկ անգամ որ կշռվում եմ, կինս ասում է ոնց որ չաղացել ես կշռում, ասում այո, որտեղ ուղեղս շատացել է։ Ամեն անգամ ես սկսում եմ ուղեղս վրա այո, դու չեմ նեղվում։ Բայց իսկապես եմ սկսել շոտ կշռվել։ Ասազարանչի, ինչի էս, դա ինչի, այդ ինչ հարաբերություն է անառողջ կշերքի հետ։ Մանուն բացատրեց, որ դա անառողջ հարաբերություն է։ Մասնագետից հենց խորհուրդը կհարցնեմ եւ տեսեք, ես կշռվեցի, ընդհանրապես կշռվելու սովորություն չունեի, գիտեի, իմ քաշը ամեն ինչ հրաշալի էր։ Մի օր կշռվեցի, որովհետեւ թե վիզուալ, թե կենսակերպից ելնելով հասկացել էի, որ ես քաշ եմ կորցրել առողջ կերպով, ինչևէ կշռվեցի, շոտ ոգևորվեցի, երբ որ տեսա այն արդյունքը, որը կար։ Ու ես ինձ բռնեցի այն մտքի վրա, որ դա ինձ մոտիվացրեց, բայց մյուս կողմից էլ դա ստեղծեց իմ մոտ վատ սովորություն, երբ որ ես ամեն առավոտ սկսեցի կշռվել։ Հիմա փորձում եմ էլ չկշռվել։ Այսինքն թվում է թե դրական մոտիվացիա էր։ Հիմա մանոյին հարցնենք, այո, ինչպես դրա հետ պայքարել։ 15 օրը մեկ հասկացանք, ուրիշ։ Կարող է ուղղակի տանը չունենանք կշերք։ Ճիշտ ասած, ես ինձ որ ասում են մենք գշիրկը ունենք տունի, ես ասում եմ բերեք ինձ այդ գշիրկը, վերջացավ, կամ շփրտեք բալկոնից դուրս այլես չօգտագործեք այդ գշիրկը։ Ինչի համար, որովհետև այդ սկզբի շրջանը որ դուք շուշուտ եք քաշ կորցնում, ջրի հաշվին իհարկե։ Հենում գակում եք եւ կարող եք տեսնել ամեն երգորը մեկ ինչ որ արդյունք։ Դա ձեզ կարող մոտիվացնի, բայց պատկերացրեք դա 2 շաբաթ, 3 շաբաթ, հետո դա գանք է առնելու, սկսելու է շաբաթը կես կիլո իջնել։ Դա արդեն ձեր մոտիվացիան գցելու է, դուք էլ ամբողջ այդ ինչ որ անում եք, ասեք, էլ չի օգնում։ Ինձ պետք չէ ամեն ինչը, ես արդեն չեմ ուզում ապրեմ այս կյանքով ու թարգում եք այդ ամեն ինչը դժբախտաբար։ Բայց տեսեք, մկանային զանգված երբ որ մենք հավաքում ենք, մեր քաշը ավելանում է, այսինքն դա է կոգնիտիվ դիսոնանս է ստեղծում։
Դե մանոն ամենասկզբից ասես, չէ՞ որ կշերքը կշռում է ոչ միայն ձեր ճարպ, այլ ձեզ ընդհանուր։ Մենք դեռ չունենք այդպիսի կշերքներ, որտեղ որ միայն ճարպ է կշռում։ Կամ միայն մկանները։ Կամ միայն մկանները։ Այդպիսի հատուկ գործիքներ կան ջիմերում, որտեղ որ դգնում ես կանգնում ես սարքավորման վրա, ինքը հստակ գրում է քեզ կամ ասում է կամ նկարում է, որ այսքան մկային զանգված, այսքան ճարպ, այսքան ջուր, այսքան ոսկոր։ Հա։ Բայց եթե դու այդպիսի սարքավորում չունես տանը, ուրեմն պետք չի անիմաստ կշռվել այդքան։ Ես մանոյդ լրիվ համաձայն Ես էլ եմ համաձայն, բայց տեսեք, կան մարդիկ, ովքեր ուզում են քաշ կորցնել, կան մարդիկ ուզում են քաշ հավաքեն, կան մարդիկ ուզում են ուղղակի վիզուալ ավելի նիհար երևալ, մի խոսքով տարբեր են մարդկանց խնդիրները։ Մինչև մանոն խորհուրդ է, եթե ուզում եք վիզուալ ավելի նիհար երևալ, հատուկ հայլիներ կան դրա համար։ Նիհարեցնում են ձեզ։ Եվ վերջ։ Հիմա թող մանոն պատասխանի։ Այդ հայերի բա շատ ավարաչարգ էր, որ ես համաձայն եմ։ Կոյել, որովհետև իմ գարձիկներն միշտ այ, իհարկե ոչ թե նիհարստող հայլին, այլ հայելին, ասում եմ թող լինի ձեր գշիրքը։ Ազնիվ հայլին, այո։ Այո, թող լինի ձեր գշիրքը, ձեր հայելին։ Դուք ձեզ տեսեք հայերի մեջ, դուք ձեզ հավանում եք ինչպես որ գաք։ Ուրեմն դա էլ ձեր գշիրքն է։ Եդո, գարակ վերցեք ձեր չափսերը, չափսերով շարժվեք։ Okay։ Որտեվ հետո երբ որ հելուն կանգնում եք մի օր, ասում եք մի օրվա ընթացքում իմ քաշը բարձրացավ։ Չէ՞։ Ասենք լինում է որ իջնում է, ու լինում է բարձրանում է։ Գործոններ կա, չէ՞, ասենք գիշերը ուշ ես քնե, քիչ ես քնե։ Բայց եթե չափսերը վերցնես, միգուցե հետո արդեն այդ սանտիմետր հետ կռիվանես։ Մեկ էլ կշերքի տեղի սանտիմետրն է անդադասելու քեզ, որ Ես եմ ամեն առավոտ ժամանակատար կլինի սանտիմետր, չէ, եթե կշերքի սովորությունը փոխեմ դրանով։ Դա ժամանակատար կլինի։ Հիմա ուզում ասեմ, սանտիմետրով չափելը ու կշռվելը նույն բանը չի։ Չէ, ես կարամ ասեմ հագարակը ինչի համար։ Երբ որ գշրում եք, նայեք, լինում է վիզուալ մանմինը փոխվում է, ինչպես որ մի քիչ առաջ ասեք, երբ որ դուք կնում եք մարզասրահի եւ նաեւ մարզվում եք, իհարկե մգանի քաշներ գոյություն ունեն, դե ոչ թե մենակ ջարբի քաշը, այսինքն դուք եթե 1 կիլո օրինակ եմ ասում, մգան հավաքեք ձեր վրա, ընդհանրապես չի երևա ձեր մարմինի վրա, որտեղ 1 կիլո մգան մոդարս ասեմ, այս չափսի է ինքը, իսկ 1 կիլո ջարբը որ գործում եք, չափսով մեծ է ինքը։ Okay։ Եթե 1 կիլո մգան դուք հավաքեցիք, օրինակ 5 կիլո ջարբ կորցրեցիք, հելա կշիրքի վրա գայնակ, ընդամենը գես, չէ՞։ Բայց եկաք որովայնը չափեցիք, 2-3 սանտիմ այ չէ։ Չէ՞։ Ես ասում եմ, գիտեք ինչ կա, այդ ամեն մի սանտիմ որի չէ, դուք 1 կիլո եք, բայց իհարկե ամեն օրը մի չափեք, չափեք 10 օր, 15 օր մեկ, որովհետեւ տեսեք վիզուալ արդյունք, ավելի մեծ մոտիվացիա ստանաք։ Զուտ այդ է հարցը։ Ու մի ամեն օր ֆիքսվեք այդ քաշի վրա, ինչ որ ասացիք գործոններ շատ են։ Աղջիկի մոտ կլինեն աղջկական խնդիրներից կարա բարձրանա, որովհետև երբ որ մոդի գա լինում, մեկից 2 լիտր գարա մարմինը ջուր բահի, հելում գշրում ես, նայում ես, դու դա չչաղացար հաստատ, դա ջուրաբայել քո մարմինը, կամ գիշերը աղի ես կերել, արաբոդը զարտեցիր քո մարմինը ջուրաբայել, տեսար որ 1 կիլո ավելա գշիրքը, նույնպես քիչ ես քնել, քո մարմինը այդուստեր հավաքում եմ ջուրը, գշրում ես, տեսնում ես, որ էլի ավել ես։ Դրա համար բեք չի ամեն օր գշրվել, այդ այմ գարձիկը։ Բայց շատ ահա որ սարսափելի մի երևույթ կար, որը բարեբախտաբար էլ չկա համաշխարհային նորաձևության աշխարհում, ոչ, դա 90-60-90 չարաբաստի, կագույն երևույթներ, որը ոչ իրատեսական է կնոջ դեպքում, բայց կանանց պարտադրում էին տեղավորվել այդ ստանդարտների մեջ։ Այ կա ինչ-որ հստակ չափումներ ըստ բոյի եւ մարմնային կառուցվածքի, որ օրինակ այդ չափումները այդ հասակի տեր մարդու համար նորմալ է։ Իհարկե նորմալ է, երբ որ մենք առողջ ենք ցանկացած պարագայում, բայց եկեք չափերից խոսենք։ Զարա, հիշում եմ, որ դու մի հատ ծրագրի մեջ ինձ ասում ես, որ յուրաքանչյուր մարդ պետք է իր մարմինը սիրի։ Հա, ես չեմ հերքում դա։ Լավ։ Իհարկե, սիրեք, կարևորը առողջությունն է, առողջ լինելն է։ Մանո, կա այդպիսի միջոց չափագրություններ, որ օրինակ այսքան քաշը, այսքան, չգիտեմ, հասակը, այսքան բիցեպսի չափը, դա իդեալական է, թե ոչ, թե դա ինդիվիդուալ է։ Եվ առողջ է։ Այո։ Ես կասեմ լրիվ դեմ եմ այդ ամեն ինչին, ինչի համար, ես կարող եմ այդ օրինակ բերեմ, ես 105 կիլո եմ հիմա, 105 կիլո եմ, իմ հասակս եմ 1.67-ա, ասում եմ ես չաղեմ, կերեմ, չէ, գոյությունի մգանայի զանգված, չէ։ Այո, որտեվ ինչ որ խելացի մարդիկ ճակերտավոր կարող են ասել մանո, դուք պետք է կշռեք 67 կիլոգրամ։ Ապրեք, որտեվ ինչի համար 1.67-ա իմ հասակը։ Դա միֆ է, ասենք մենք ունենք աղջիկներ, իմ մոտ ասենք մարզվում են կամ մարզիկ աղջիկներ կան իրենց մգանային զանգվածքի համար, ասենք իրանց հասակը 1.55 կամ 1.60, նա մեծ իրանց քաշը 65 կիլո կամ մոտավորապես 70 միջև կիլոգրամ։ Ասենք չէ, չաղեք դուք։
Այսինքն չաղը գիտեք ինչ խնդիրը մեր մարդկանց, որ չեն զանազանում այդ բառը չաղին, մեկ էլ սիրուն մարմինին։ Այո։ Իրանք հիմնվում են կոնկրետ այդ թիվը ինչ որ տեսնում են գշերքի վրա։ Երբեք մի հիմնվեք, դա ասում եմ, դա ուղղակի թիվ է։ Քո ամբողջ մարմինի թիվն է, ոչ թե մենակ քո ջարդի։ Կարևոր ունեցեք սիրուն մարմին, կարևորը դու քեզ դուր արի։ Հայելու մեջ դա ասա ես շատ սիրուն եմ մարմինը։ Դու քեզ համոզվի։ Այդ թիվը ընդհանրապես գոյություն չունի, ես ասում եմ 100 կիլո եմ, դա չի նշանակում որ չաղ եմ, հաստատ։ Իմ ջարդի դոգոսը չափել եմ 12% է։ Դե ինչ, Փաստորեն այսօրվա օրվա խորհուրդը հերիք է կշռվեք եւ հերիք է կախված լինեք այդ սարքավորումից։ Շնորհակալություն Մանո Բրուտյան, մարզվեք, սիրեք ձեր մարմինը եւ 15 օրը մեկ ընդամենը կշռվեք եւ դա բավական է կամ ընդհանրապես մի կշռվեք անիմաստ Հետևեք ձեր առողջությանը, ամենակարևոր բանը։ Ձեր գլուխը մի բան։ Հիմա գնում ենք դիտենք առողջ գովազդ։ Շնորհակալություն Մանոյին, այս պահին առողջ գովազդ առանց քշերքների, մնացեք մեզ հետ, մնացածը արժևում է։ Ուրախ եմ, որ գովազդի ընթացքում աղբանոց նետեցին 17,000 քշերք այս պահին։ Հա։ Պատկերացնես։ Հրաշալի է։ Այո։ Եթե դուք դեռ ձեր քշերքը աղբանոց չեք նետել, ունեք այդ հնարավորությունը, քանի որ այս պահին երաժշտությունից հետո հաշվելու ենք նորից։ Նոր վիճակագրությամբ կվերադառնանք, իսկ այս պահին լսեք երաժշտություն։ Եվ մեր Նուբարաշենի, ինչպես է հայերեն իմիջիալոց կոչում, Չէ, թող չնետեն, չէ, բնությանը վնաս է, մի նետեք։ Ուղղակի կամքի ուժ ունեցեք եւ մի օգտագործեք։ Այդ թափոնները պատկերացնում եք։ Լավ, օքեյ։ Երաժշտություն շանթի եթերում։ Մտածեք բնության մասին։ Ethno Colors-ին էինք դիտում եւ ունկնդրում, բայց երաժշտական թեմայից հեռու չենք գնում։ Ազգային երաժշտության սիրահարներն արդեն կարող են վայելել հերթական հետաքրքիր մշակումը։ Նուշ խումբն է մեր տաղավարում, կա նոր տեսահոլովակ, որի պրեմիերան կլինի մեր եթերում մի քանի րոպեից։ Մեր տաղավարում են Լուսինե Մարդանյանը, Սմբատ Կիրակոսյանը եւ Կիմ Գաբրիելյանը։ Բարի լույս։ Եվ նշեմ, որ այս երգը, որ լսեցինք, դա Ethno Colors խմբի երգը չի, դա համշենահայ Մելուսի խումբն է։ Նրանց կատարումներ։ Այո, նրանց կատարումներ, բայց հեղինակը իրենք չեն, Թուրքիայից համշենահայ խումբ է շատ։ Եվ ես վերջերս առհասարակ մեծ հետաքրքրություն է դեպի բարբառներ եւ համշենա բարբառը։ Ինչ կարող եք ասել։ Կիսում եք, չեք կիսում։ Որտեղից այդ հետաքրքրությունը։ Ես կուզիմն եմ լսել համշենահայերենը, շատ ինձ դուր եկել այդ երգը, բայց էլի Կաթիլից չեմ Կաթիլ բենդից չեմ։ Հա, չեմ հիշում։ Ալեքսանդրապոլից։ Այո։ Ումից։ Ալեքսանդրապոլ օրկեստրայից առաջ անգամ կուզիմ լսել։ Շատ սիրում։ Փողային գործիքներով։ Բայց ցավոք սրտի ականատես եղանք մի քանի անգամ նախկինում, որ Ethno Colors-ի տեսահոլովակները բլոկում էին տարբեր հարթակներում, Թուրքիայի կողմից եւ ոչ միայն։ Դա սովորական բան է, լավ է։ Դե բայց մարդկանց աշխատանքը ջուրներ լցվում, շատ էի տխրում։ Լավ, անցնենք Անուշ Նուշին։ Ինչու Նուշ։ Նուշ եք սիրում բոլորդ։ Այո, ասեցիք պատասխանը, բայց Լուսինեն պատմի։ Այդ բառը իմ ձայնով լսում էր, ասում էր շատ անուշ ձայն ունես, ու այդպես այդ նուշը ոնց որ պահել։ Անուշից նուշը մնաց։ Այո։ Բայց երբ է ձևավորվել խումբը, մի քիչ եկեք խոսենք խմբի մասին, ինչպես է ծնվել խումբը, ոնց եք հավաքվել, որտեղից եք իրար ճանաչում եւ ոնց որոշեցիք ինչ եք երգելու։ Դե ես ու Լուսինեն ակուստիկ նվագում էինք, էլի հայկական ժող երգեր էինք փոխում, տենց ակուստիկ ֆորմատով նվագում էինք, բայց հետո հասկացանք, որ պետքա ոնց որ գործիքները ավելանան, ու տենց տղեկին գտանք, սկսեցինք տենց իրար հետ Սմբատին Կիմն է գտել։ Սմբատը կորացել, Կիմը գտավ, Սմբատը հիմա կա։ Մենք Facebook-ով ոնց որ հայտարարություն ենք գրել եւ Սմբատը արձագանքել էր եւ եկավ հետո բոլոր հայտնի խմբերը այդպես են սկսել, ժամանակի Facebook չկար, մարդիկ թերթում հայտարարություն, Ջեյմս Հետֆիլդը հայտարարություն էր գտել, Արսուլիկի հետ գրել եւ մետալիկա հավաքվեց։ Հիմա դուք Facebook-ում հայտարարություն գրեցիք ու գտաք Սմբատին։ Սմբատին տենց գտանք, լիովին Լուսինեն ճանաչում էր Թումոյից։ Ես Թումոյից իրար հետ նվագել ենք արդեն, ես Թումոյից արդեն երկում էի։ Դուք Թումոյում երգել եք Թմբատախմբում։ Թմբատա
խմբում չէ, բայց ուրիշ խումբ կար։ Թմբաթայից առաջ Մի քանի խումբ կար Զուգահեռ, Թմբայում, բայց Թմբաթան է սպային են խումբը, որ բոլորը հիշում են։ Բոլոր ճանաչում են։ Այո։ Բայց Արիքին բարևներ, ջերմ։ Այո։ Այո։ Թմբաթայում չեմ եղել, բայց մենք ուրիշ բենդում ես ու Լյովը իրար հետ նվագում ենք ու ինքը ես արդեն ճանաչում էի որպես լավ բասիստ ու Ոչ, ինչպես որոշեցիք, որ էլի հայկական ժողովրդական ազգագրական երգեր եք երգելու։ Դա իրականում Լուսինեն էր, որ այդ ոչն առաջարկել, որ մենք ակուստիկ նվագում ենք, հետո փորձում ենք ամեն մեկս մեր սիրած ոճերից ինչ-որ բան բերենք ու ոնց որ մեղեդին փոխենք նենց, որ մի քիչ մոդեռն ֆոլկի մեջ լինի։ Բայց ֆոլկ է դա, այսինքն բոլոր երգերը, որոնք այս պահին կատարում եք, դա ժողովրդական երգեր են։ Հեղինակային չունեք։ Ունենք հեղինակային, 1-2 երգ էս պահին, մնացածը դեռ ամբողջական չի, ընթացքի մեջ է գրում ենք։ Իսկ հեղինակայիններն է նման այդ ոչին ժողովրդական երգի եւ ապագայում կարող է դառնալ, չէ՞ որ յուրաքանչյուր ժողովրդական երգ ունեցել է հեղինակ, որքի Տան հայտնի։ Չէ, անգամ միգուցե անգամ հայտնի, բայց երգը, չգիտեմ, դառել է ժողովրդական, որովհետեւ սիրվել է, երգվում է։ Երգերը ավելի շատ պատմություններ են այս պահին մեր գրած երգերը։ Մի երգ ունենք, որը Նուշի էջով չենք թողարկել, բայց հույսերը երգի անուն է ու վերջերս ենք այդ երգը թողարկել։ Ու այդ երգը ես 20 թվականին եմ գրել ու ինքը ոնց որ իմ մտքում ինչ-որ պատմություն է, որ ամեն մեկի կյանքը այդ պահին ինչ-որ ձև նկարագրում է։ Պարզը։ Այս պահին Զարան ունի առաջը։ Այս պահին այո, գնում ենք գիտենք գովաստ, վերադառնանք, պրեմիերան անենք եւ խոսենք պրեմիերայի մասին։ Համաձայն եք։ Գովաստ հետո բայց վերադառնալու ենք, Վերադառնալու ենք, այո։ ինչ-որ խելոք բան ու պրեմիերա։ Խելացի միտք ենք հայտնելու եւ գնանք պրեմիերան Այս պահին Գովաստ Շանթի եթերում շուտով պրեմիերա, համաշխարհային պրեմիերա Շանթի եթերով։ Վերադարձանք Գովազդից։ Այո, վերադարձանք եւ ինչպես խոստացել ենք, հիմա գնում ենք դիտենք պրեմիերան։ Գողթան մանկտիկ է կոչվում ստեղծագործությունը, YouTube-ում արդեն հասանելի է։ Իսկ այս պահին նաեւ մեր հեռուստադիտողների համար հասանելի կլինի։ Նուշ խումբ, Գողթան, Մանկտիկ։ Մանկտիկ, ինչ է դա նշանակում։ Փոքրիկներ, երեխաներ։ Մանկտիկ։ Գողթանի երեխաներ։ Գողթանի մանուկներ։ Այո։ Դու փաստորեն Գողթանի բարբառը ինչպես է ճկույտ Գողթանի բարբառով սա։ Չգիտես։ Լավ, օքեյ։ Գնացինք դիտելու Նուշ Հոլովակը։ Գողթան մանկտիկ։ Գնացինք։ Լավաշ տեսահոլովակ է։ Խելով սկսվեց, գրքեր հավաքելով ավարտվեց։ Սա է մեր իմաստը եւ սա իսկապես շատ կարեւոր է։ Շնորհակալություն, շատ գեղեցիկ էր։ Որտեղից գտակ երգը, ում գաղափարն էր, որտեղից եք լսել։ Հայրիկ Մուրադյանի գրառած երգերից է ու երգի տարբեր ձևի մոտեցումներ կա։ Իրականում բոլորս հենց շատ խրոխտ են իրեն կատարում ազգագրական։ Ես այս երգը քանի որ երեխաների մասին էր, ես պատկերացնում էի, որ ինքը պետքա նուրբ լինի, որովհետև երեխաներին կանչում է, ասում է, նայեք ովքեր են ձեր նախնիները, դուք բանաստեղծից եք եւ այլն։ Ոնց որ ես պատկերացնում էի, որ պետքա ինքը շատ հենց նուրբ ձևով լինի ու այդ ձևով է փորձել ենք ցույց տալ եւ տեսահոլովակում եւ նվագածում։ Մենք ինչ-որ բան արել ես։ Տղաներ, ինչ է ձեր համար սա, ինչ եք զգում, կամ ինչ զգացիք սա ձեր առաջին տեսահոլովակն էր։ Առաջին բալիկը ծնվեց։ Բալիկների մասին։ Դժվար էր, դժվար process էր ընդհանուր ոնց որ շատ աշխատանք արվում 3 րոպեում այդ ամեն ինչը ցուցադրվում։ Կյանքն է այդպես։ Հա, բայց հետաքրքիր էր լիքը մոտեցումներով ինչ որ լիքը բաներ ենք փոխել ընթացքում, ավելացրել, պակասացրել։ Վերջը հետաքրքիր բուրըն կյանքով եք ապրել։ Սմբա, մի բան դուք ասեք, ձեզ գտել են, որ ոչ միայն նվագի, այլ եք խոսեք։ Մի բան ասեք։ Դժվար է անցնել։ Լսեցիք Սմբատի ձայնը։
Դժվար process-ով ենք անցել, թե ձայնագրությունները, թե այդ վիդեոյի նկարահանման տեսահոլովակի պահը։ Բայց հետաքրքիր էր։ Այո։ Դու եկավ Բայց ինձ հետաքրքիր էր ու բալանսը ոնց եք պահում, որովհետև դժվար է արձագանքները շատ պարտավորեցնող են, երբեմն լինում է ուսուցին, ինչու եք այսպես գործիքավորել ամեն դեպքում։ Ես մեկ պատմություն կարամ պատմել։ Դրա մասին մեկ պատմություն կարող եմ պատմել։ Մենք գնացինք վերջերս Բարձունք, եթե գիտեք այդ տեղի մասին, այո։ Ու բոլորը նստած էին ակունքի հիմնադիրներ նստած եւ մենք այս երգը կատարում էինք ու ճիշտ ասած իմ մոտ շատ սենց այդ նույն ռեակցիան, այո, վախը կար, որ հիմա վերջում գալու են ասեն, այս ինչ է կարել մեր ժողովրդական երգերը։ Պապիկները։ Այո, բայց տեղի ունեցավ լրիվ հակառակը եւ այդ մարդը եկավ ասեց շատ շնորհակալ ենք, որ դուք փորձում եք այս երգը նույնիսկ երիտասարդներին հասանելի դարձնել։ Եվ սա շատ կարևոր է եւ նույն խումբը շատ կարևոր գործողությունով է զբաղվում։ Ես խնդրում եմ անպայման մեզ էլ ուղարկեք, մեզ այսինքն ռադիովանի, որ մենք էլ մեր եթերում ունենք տեսահոլովակը, ոչ այլ աուդիո տրեկը։ Շնորհակալություն, սպասում ենք ձեզանց նոր տեսահոլովակներ, այս տեսահոլովակը գտավ իր տեղը իր տունիկը նաև Շանթում եւ բարբերաբար մեր եթերում կլինի առավոտը։ Եվ ոչ միայն մեր եթերում։ Նույն խումբներ մեր տաղավարում այս պահին գնում ենք ուր։ Այս պահին գնում ենք Dolce Liga-ի բաղադրատում, ես խոստացել չենք կարող։ Զարա, դու կլինի պատգամավոր լինես։ Միակ պատգամավորը, որի ասածը կլինի ասած։ Մտածեմ այդ ուղղությամբ, ձեր քվեն ունեմ ամեն դեպքում։ Մեկ քվե ունես, տնեցիկ էլ Անպայման։ Տնեցիկ էլ կարող են։ Dolce Liga, ուզում եմ ասել welcome, բարի գալուստ։ Բարի գալուստ, գնացինք։ Ահա։ Վերադարձանք տաղավար եւ եթերը մոտենում է ավարտին եւ ավարտը շատ մշակութային է լինելու։ Հա, բայց ամփոփումը շատ մշակութային է լինելու, ավարտվել է թատրոն կատարողական արվեստների ֆրանկոֆոն փառատոնը, այն տեղի ունեցավ Երևանում, Կապանում, Գորիսում եւ Գավառում, այդ ընթացքում Հայաստանում էին աշխարհահռչակ պարուսույցներ, դրամատուրգներ, մեր տաղավարում է փառատոնի հիմնադիր տնօրեն Սաթե Խաչատրյանը, բարև ձեզ, բարի լույս։ Bonjour։ Bonjour։ Մի քանի բառ եմ սովորել ֆրանսերեն, հատուկ Սաթեի չփելու համար։ Նախ շնորհավորում ենք, որ եւս մեկ փառատոն ավարտվեց եւ համոզված եմ, որ արդեն հաջորդին սկսել եք պատրաստվել։ Այո, շնորհակալ եմ հրավերի համար։ Փառատոնը ավարտվել է նոյեմբերի 3-ին եւ հենց նույն օրը գիշերը սկսել ենք արդեն մտածել ինչպես ենք կազմակերպելու հաջորդ տարվա փառատոնը, չնայած բոլոր այն ահռելի դժվարություններին, որոնց հանդիպեցինք մենք փառատոնը կազմակերպելու ընթացքում եւ նույնը արձագանքներն այնքան դրական են եւ ոգեվորող, որ անշուշտ ցանկանում ենք, որ այն դառնա ամենամյա բայց քանի որ մենք սահմանել ենք որոշակի սանդղակ առաջին հերթին մեզ համար որակի եւ մեզ համար շատ կարեւոր է որ մեր հրավիրյալ արվեստագետները ֆրանկոֆոն աշխարհի լինեն թե մեծ ճանաչում համբավ ունեցող եւ թե լուրջ ստեղծագործությունների հեղինակ իսկ այդ ամենը ուղիղ համեմատական է նաև ֆինանսի հետ այսօր մենք կփորձենք ամեն ինչ անել որ լինի մյուս տարի բայց եթե չկարողանանք կլինի 2 տարի հետո ուշ լինի հուսանք որ կլինի որ մեր գործընկերները ականջալուր կլինեն մեր առաջարկին եւ այն ինչ որ տեղի է ունեցել նաեւ ոգևորող կլինի մեր գործընկերների համար։ Նշեցիք դժվարությունների մասին, ինչ դժվարությունների մասին է խոսքը, կազմակերպչական, ֆինանսական, որոնք են այդ դժվարությունները։ Եթե շատ այդպես տարածվենք դժվարությունների մասին, մեկ եթերը չի բավարարի, շատ կարճ այդպես ամփոփեմ, հիմնական դժվարությունները եղել են տեխնիկական եւ յուրաքանչյուր փառատոն, իսկ Հայաստանում շատ կան փառատոններ կատարողական արվեստների եւ նրանցից յուրաքանչյուրը շատ կարեւոր է Հայաստանի համար, թե Հայաստանի հանրահռչակման համար, թե հայ եւ միջազգային ճանաչում ունեցող արվեստագետների միջև շփումներ ապահովելու համար։ Բայց ամեն դեպքում բոլոր փառատոններն էլ գալիս են փաստելու, որ Հայաստանում կան տեխնիկական խնդիրներ
թատրոններ, թատրոնների, մեր մշակութային կենտրոնների տեխնիկական հագեցվածության, զինվածության առումով եւ դրանք պետք է կամաց-կամաց իրականում արագ-արագ, բայց գոնե կամաց-կամաց ցանկալի է որ սկսեն լուծել։ Բայց փառատոնները կներեք, բայց այս փառատոնները գուցե խթան հանդիսանան, որ լուծվեն այդ խնդիրները։ Ամեն անգամ ասում ենք, բայց ես լավատես ենք փորձում լինել։ Հաջորդ հարցը կլինի հետեւյալը, ամփոփեք, պատմեք մի քիչ ինչ է դեպի ունեցել այն մարդկանց համար, որոնք որ տեղյակ չեն, իսկ ես այս ընթացքում ասեմ, որ հասկանալով ինչի ասում Սաթեն, ասեմ, որ օրինակ ցավոք սրտի մենք անգամ Երևան քաղաքում, մայրաքաղաքում ունենք 1 մաքսիմում 2 թատրոն, որտեղ որ կարող ես դու բերել եւ ներկայացում բեմադրել այն ներկայացումը, որը որ Ֆրանսիայում տասնյակ կամ Գերմանիայում տասնյակ եւ հարյուրավոր դահլիճներում կարող է բեմադրվել։ Ցավոք սրտի Երևանից դուրս մենք չունենք այդպիսի դահլիճներ եւ Երևանում էլ շատ քիչ։ Եվ շատ լավ է որ այսպիսի փառատոններ են տեղի ունենում եւ մարդկանց ասում են որ ժողովուրդ սա պետք է անել, սա պետք է անել, սա հնարավոր է անել, որտեվ երբ որ ես օրինակ տեսա Pixel-ը, ես մտածեցի որ սա անհնարին է, բայց հետո որ տեսնում ես այդ մարդիկ ինչ են անում, ասում եմ Բայց հերիք չի այդ մարդու գլխու ուղեղի մեջ այդ ամենը ծնվեն, նաև տեխնիկապես կարողացել են դա բերեն հասցնել այդ գագաթնակետին։ Իսկապես տեխնիկապես ամենաբարդ ներկայացումն էր Pixel-ը եւ դուք շատ լավատես եք ասելով, որ երևանյան թատրոնները կարող են հյուրընկալել այս ոչ, որովհետեւ ես իրականում շատ կառուցողական եմ խոսքը եւ բոլորովին որևէ մեկին քննադատելու ցանկություն չունեմ, պարզապես այդ ներկայացումը միայն անելու Արժիմները դրված չի եղել երբևիցե, թե? Վերջին 10 տարիներին մենք լսում ենք թատրոնների մոտակա վերանորոգումների մասին։ Եվ վերանորոգումների մասին։ Այո, եւ որոշները վերանորոգվում են, որոշները ոչ։ Ամեն դեպքում այնինչ մենք բարձրաձայնում ենք, կրկնում եմ, կառուցողական նպատակ ունի եւ շատ կարեւոր է, որ յուրաքանչյուր թատրոն հրաշալիորեն գիտի իր հագեցվածությունը։ Դուք որպես նաեւ ռեժիսոր, որը որ բեմադրում է Ես այսպիսի խնդիր եմ տեսնում մեր հասարակության մեջ առհասարակ։ Տեսեք, ձեզանց առաջ այստեղ նստած էր գլխավոր մարզիչը ջյուդոյի, մեր հավաքականի եւ ասում են մենք ունենք այսքան գումար եւ փորձում ենք այս գումարի մեջ տեղավորվենք։ Թատրոնը ունի այսպիսի տեխնիկական հագեցություն եւ փորձում է տեղավորվի։ Մարդիկ փորձում են չդուրս գան իրենց կոմֆորտի զոնայից կամ եւ դա միայն թատրոնում ու սպորտում չի։ Մեր կյանքում է այդպես, ցավոք սրտի, չէ։ Ես ունեմ այս շորը, ուրեմն էսի կհակնեմ, չեմ էլ ուզի մտածեմ, որ մի Բայց եթե ֆինանսավորում չկա, ինչ անեն։ Պետք է մտքի թռիչքը այնքան լինի, որ դու ստիպես, որ այդ ֆինանսավորումը լինի։ Ինձ թվում է այդպես պետք է լինի։ Իրականում, եթե տեղավորվեինք այն ֆինանսական բյուջեի մեջ, որը ունեինք, մենք չէինք անի այնինչ արեցինք, այսինքն Մեր խոսքը դրա մասին է, որ մի քիչ խիզախ պետք է լինես։ Այո, իսկապես այս բaragայում մենք խիզախեցինք եւ հավակնությունը փառատոնի շատ մեծ է եւ շատ հարցեր ընկերական միջավայրով է լուծվում եւ հույս ունենք, որ հետագայում ընկերների օգնության այդ առումով չենք դիմի, բայց եթե չլինեին ընկերները, եթե չլինեին մեր բարեկամները, եթե այսինքն փառատոնի բարեկամներ, եթե չլինեին սրտացավ մարդիկ, ովքեր հասկացան, որ շատ կարևոր միջոցառումներ են եւ իսկապես աշխարհահռչակ արվեստագետներ, խորեոգրաֆներ են Հայաստանում եւ արդեն պատվի հարց է իսկապես սուրը պատվով պատյանը դնելը, թերևս այս փառատոնը դե հանել էինք, հետո մնում խիզախորեն եւ առանց, գիտեք, այդ արտահայտությունը շատ է մեզ վերաբերում նաեւ եւ կարծում եմ ճիշտ բան կա, ասում են, քանի որ նրանք չգիտեին, որ դա անհնար է, արեցին դա։ Այս առաջին թողարկումը փառատոնի մի փոքր այդ արտահայտության տրամաբանության մեջ է մտնում, բայց շատ կարեւոր միջոցառում է եւ գիտեք, մեր փառատոնը նաեւ տարբերվում է նրանով միջազգային լինելով եւ կատարողական արվեստների, որ այն կենտրոնացած չէ Երևանում։ Ինչպես նշեցիք, քաղաքները, որտեղ փառատոնը, այո, եւ փառատոնը, չէ, այո, եւ փառատոնը մեկնարկել է Կապանում եւ ավարտվել է Երևանում։ Եվ փառատոնը ունի մի քանի շատ կարեւոր շեշտադրումներ, որոնց մեջ է պարը պերֆորմանսը, բայց նաեւ դրամատուրգիական ռեզիդենցիաները, որոնք անցկացվեցին Կապանի պետական դրամատիկական թատրոնում եւ Գավառի դրամատիկական թատրոնում, Կապանում Նատալի Ֆիլյոնն էր
հայտնի դրամատուրգ եւ երկու հայ հրաշալի դրամատուրգներ Անուշ Ասլիբեկյան եւ Անի Առաքելյանը շատ կարեւոր է նաեւ հայ արվեստագետներին նշելը, որովհետեւ այս փառատոնը նաեւ հնարավորություն է տալիս միջմշակութային երկխոսության եւ նոր կապերի, նոր համագործակցությունների։ Իսկ Գավառի պետական դրամատիկական թատրոնում բելգիացի դրամատուրգ Ժնևիև Դամասն էր աշխատարան վարում։ Այսինքն Հայաստանում ժամանակակից հայ դրամատուրգիայի զարգացման ուղղությամբ մեր թատերական միությունը աշխատում է դեռևս 2016 թվականից, բազմիցս ձեզ հյուր եմ եղել եւ պատմել եմ եւ թարգմանական գործունեության մասին եւ թատերականացված ընթերցանությունների, այդ պիեսների հանրահռչակման հետ կապված բոլոր աշխատանքների։ Այնպես որ սա տրամաբանորեն շարունակում է մեր թատերական միությունը։ Մյուս կարևոր ճյուղը պարն էր, որի շրջանակում 3 խոշոր ներկայացումներ էին այստեղ եւ խոշոր արվեստագետներ, Մուրադ Մերզուկիի Պիքսել ներկայացումն էր, որով ցանկանում էինք ցույց տալ Հայաստանում երկիր, որ հավակնում է թվային տեխնոլոգիաներում համաշխարհային մակարդակում իր տեղը եւ դիրքը այսպես գրավելու եւ դրա համար ունի բոլոր հնարավորություններ եւ իսկապես պոտենցիալ Հայաստանում, ամեն դեպքում կարեւոր էր նշելը, բարձրաձայնելը, որ նորագույն տեխնոլոգիաները միայն ռոբոտաշինության մեջ չեն կիրառվում, միայն զինարտադրության մեջ չեն, այսինքն բոլոր են հայտնի ոլորտներում, որոնց մասին գիտենք եւ որոնք տրամաբանված են, այլև մշակույթի մեջ է շատ լուրջ եւ կարեւոր տեղ զբաղեցնում եւ ժամանակն է, որ մեր արվեստագետները եւս սկսեն դրանով հետաքրքրվել եւ Հայաստանում որպեսզի նորագույն տեխնոլոգիաների զարգացումը համաչափ բաշխված լինի։ Մենք ոչ աստղեր ենք ուզում, ոչ նաեւ դրա կրողը։ Եվ այո, եւ տեխնոլոգիաները դառնան մշակույթի կրող եւ մշակույթը դառնա տեխնոլոգիաների կրող, սա կարեւոր է։ Եվ մյուս ներկայացումը արդեն պերֆորմանսն է աշխարհահռչակ պերֆորմեր Յոան Բուրժուայի, որը տեղի ունեցավ թե ազգային պատկերասրահում եւ որպեսզի մարդիկ կարողանային անպայման անմասն չմնալ, մենք փակումն արեցինք Գաֆեսճյան, այո, արվեստի կենտրոնում Կասկադ համալիրում, բացօթյա եւ նաեւ Կադերատուի դարձյալ շատ հայտնի խորեոգրաֆ Պրելյուդ ներկայացումներ։ Մեզ համար այս փառատոնով մենք լուծում ենք մի քանի կարևոր խնդիրներ, որոնք կարևոր են մեզ համար։ Ես կարող եմ խոսել բացառապես իմ փորձառությունից եւ մեր նպատակներից։ Մշակութային հասանելիությունը, մշակութային հասանելիության տրամաբանության մեջ է մտնում եւ մարզեր գնալը, եւ բացօթյա ներկայացումներ անելը, եւ պիքսել ներկայացման տոմսերը դնել շատ հասանելի գնից սկսած մինչեւ 3-ից 20,000 դրամ էին տոմսերը, այսինքն մեզ համար սկզբունքային է, որ այն մարդը, ով չունի 20,000 դրամ, որպեսզի այդ տոմսը, բայց ունի ցանկություն, իրեն հասանելի արժեքով կարողանա տոմսը ձեռք բերել եւ ներկա լինել։ Այդ չեմ ասում Կասկադ համալիրում տեղի ունեցած Գաֆեսճյան քանդակների պուրակում տեղի ունեցած բացօթյա ներկայացման մասին, որին ներկային գրեթե 2000 հանդիսատես եւ բնականաբար անվճար էր մուտքը եւ ես իսկապես մեր բոլոր գործընկերներին եմ շատ շնորհակալ այս եւ իրենց աջակցությունների եւ մեր կողքին լինելու համար, օրինակ Գաֆեսճյան արվեստի կենտրոնը իրենց հետ համագործակցությունը հրաշալի էր եւ անցնցում, անխոչնդոտ, որովհետեւ այն ամեն դեպքում մասնավոր տարածք է։ Իհարկե մեր գլխավոր հովանավորը Երևանի քաղաքապետարանն է եւ արտաքին գործերի նախարարությունը, ֆրանսիական ինստիտուտներ, բայց մի կարևոր բաղադրիչ էլ ունի մեր փառատոնը, սոցիալական բաղադրիչն է, որի աջակցությունն արդեն ավելի մասնավոր ընկերության միջոցով էր չգիտեմ, եթե իրավունք ունեմ իրենց անունը տալու, ամեն դեպքում Արարատ բանկներ եւ շատ կարեւոր է մեզ համար, որ մասնավոր ընկերությունը ոչ թե ընտրեց այն միջոցառումները ֆինանսավորելու, որոնք մեծ, այսպես ավելի մեծ մասշտաբներ ունեին, այլ ավելի համեստ, բայց կարեւոր սոցիալական ուղղվածությունը մեր շվեյցարացի արտիստները, ծաղրացուները, այո, Յոլիան արյունաբանական կենտրոնում բալիկների համար հիվանդասենյակներում գտնվող բալիկների համար արեցին իրենց այսպես ներկայացումը, նաև Գորիսի վերականգնողական կենտրոնում միջոցառումներ եղան։ Պարգևեցին այն մարդկանց, որոնք որ ամենաշատն էին դրանում։ Անշուշտ, սոցիալական պատասխանատվությունը փառատոնի համար կարևոր է եւ դա կարևոր ուղերձ է նաև մեր բոլոր գործընկերներին։ Այդ մշակույթը առհասարակ սոցիալական պարտավորություն, պատասխանատվություն թատրոնը շատ ավելին է, քան մենք մեզ պատկերացնում ենք, այդ դուք որ բերում եք մի քանի օրով այստեղ ապրում է այդ շունչը
Հետո որ դուք գնում եք այդ շունչը նորից մահանում է, ինչի Ոչ այդպես։ կներեք, հավելեմ նաև, ինձ շատ տխրեցնում է կրթական մակարդակը մարդկանց, որովհետև սոցցանցերում շատ հաճախ բացօթյա ներկայացումներին այնպիսի արձագանքներ են լինում, որ իսկապես այս մարդիկ ապրում են 21-րդ դարում, այս ինչ է կատարվում։ Իսկապես այդ մարդիկ բարբարոս են եւ ապրում են 18-րդ դարում իրենք։ Սա իմ համար կոնկրետ կասկադի ներկայացման հետ կապված ինչ որ մեկնաբանություններ էին գրում, որ ասում մենք որ դարում ենք ապրում։ Այսինքն ամեն դեպքում պետք է կրթական մակարդակը եւս բարձրացվի, իսկ փառատոնը ուներ նաեւ կրթական բաղադրիչ։ Անպայման շատ են բաղադրիչները, բայց ես շատ հետաքրքրությունս այսպես արթնացրի, ուզում եի հասկանալ ինչ տեսակի տարօրինակ մեկնաբանություններ են եղել։ Սոցցանցում երբ որ ֆոտոները դրել են, ես անգամ իմ մոտ անդրադարձել էի այդ թեմային, ոչ միայն կոնկրետ այդ մի ներկայացման հետ կապված, առհասարակ, երբ որ մարդկանց աչքին ինչ որ օտար մի բան է լինում, միանգամից Facebook-յան հարթակում մարդիկ այնպես են արձագանքում, կարծես երբեք չեն Բայց չեն տեսել։ Բայց կոնկրետ այն արվեստ, չէ, գիտեք, օրինակ Յոան Բուրժուայի պերֆորմանսը իսկապես նախաշխարհի տարբեր երկրներում է եղել եւ այո, պետք է ընդունել, որ բացառիկ էր իր ներկայությունը Հայաստանում եւ կարծում եմ բնական է, որ մարդիկ ուրախ են, որ այս այսպես ուրախ են կամ չեն հասկանում։ Իմ ասածը դրա է, որ բայց կարծում եմ հասկանում են, շատ ավելի լինի այսպիսի բաներ մեր երկրում եւ շնորհակալություն որ դուք դա անում եք եւ պետք է այն մարդիկ որոնք որ մնում են երկրի ներսում, այսինքն թատրոնների ղեկավարները, դերասանները, երաժիշտները, չգիտեմ, այդ բոլորը դրանով ապրեն, ոգեշնչվեն։ Ես այն օրը հանդիպել եմ մեր բրեյք դանսերներին, բավականին հայտնի, ասում եմ երեխեք տղաներ պիքսելներ ստեղ Մուրադ Մարզուկի ասում բա մենք չգիտենք, բաս իմացեք ամեն ուր ասում էր դրա մասին եւ իրանց այդ առումով մեր թիմը բավականին լավ է աշխատել հանրահռչակման տեսակետից, ինչ դժվար է պատկերացնել, որ ինֆորմացիան տեղ չի ասել։ Ամեն դեպքում սա ոչ վերջին անգամ էր եւ հատկապես Մուրադի հետ մեր համագործակցությունը գիտեք նռանգույն ներկայացումից է սկսվել դեռ հայ-ֆրանսիական Փարաջանովին նվիրված, այն շարունակական կլինի եւ մեր արվեստագետներ, որոնք ցանկություն ունեն միանալու այս հրաշալի նախաձեռնությանը, իրենց ասում ենք սիրով։ Շնորհակալություն Սաթե Խաչատրյանին, շարունակեք ձեր գործը դժվարին, բայց շատ կարևոր մեր հասարակության եւ մեր երկրի եւ մեր սերունդների դաստիարակության գործում մշակութային գործը, այս պահին մենք շարունակում ենք գովազդով զբաղվել։ Ну մենք չէ, գովազդ շանթի եթերում։ Գնացինք գովազդ դիտելու։ Այո, բուրըն եթեր ունեցանք այսօր։ Այո, շարունակեք ձեր կյանքը եւ օրը լցնել սպորտով, մշակույթով, լավ երաժշտությամբ, գիրք կարդացեք, սերիալներ դիտեք, լավ նորություններ լավ լսեք եւ առհասարակ ապրեք այնպես, որ վաղը չփոշմանեք ձեր այսօրվա ապրածի համար։ Այո, ու հիշեք, որ ձեր կյանքի որակի պատասխանատուն առաջին հերթին հենց դուք եք։ Ինչ լավ ասացի։ Յուրաքանչյուրդ։ Կտեսնվենք։ Լավ օր բոլորիդ։ Ցե։